Բարեկամներ, ողջույն։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ընթացքում հայտարարում է, որ TRIP նախաձեռնությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի խարիսխն է։ Այս գնահատականը ցույց է տալիս, որ Վաշինգտոնը տարածաշրջանում երկարաժամկետ կայունության և համագործակցության համար կարևոր նշանակություն է տալիս հաղորդակցության տնտեսական կապերի և փոխադարձ շահերի վրա հիմնված լուծումներին։ Նրա խոսքով նախաձեռնությունը պարզապես խարիսխ չէ, այլ իսկական հեղափոխություն։ Ռուբիոն նշում է հետևյալը, մեջբերեմ իրեն. մենք այժմ շատ ակտիվորեն ներգրաված ենք այս աշխատանքներում։ Մենք բառացիորեն ստորագրել ենք համաձայնագիր և սա թույլ կտա ամերիկյան ընկերությունների ներդրումներ կատարել մասնավոր հատվածի, ամերիկյան շահերի, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների շահերի համար, և Միացյալ Նահանգները հույս ունի, որ այս ամենը կխթանի նաև իրենց, դա կխթանի նաև մեզ, բառացիորեն Ռուբիոն ասել է հետևյալը։ Դե ինչ, ըստ Ռուբիոյի Ռուսաստանը այդքան էլ գոհ չէ Հայաստանի հետ Միացյալ Նահանգների նման փոխգործակցությունից, իսկ ով էր կասկածում դրանում։ Ռուբիոն նշում է հետևյալը, ասում է, կարծում են կան ապացույցներ, որ Ռուսաստանը ցանկանում է ներկայիս վարչապետին փոփոխի, այսինքն վարչապետը առաջիկա ընտրություններում պարտության ենթարկվի։ Դե դրա մասին խոսել ենք քանիցս։ Ռուբիոն շեշտում է, որ որևէ կերպ չի միջամտում Հայաստանի ինքնիշխանությանը, այլ երկրների հետ հարաբերություններին ընդհանրապես չի միջամտում, այլ պարզապես հետաքրքրված են, որ Հայաստանի հետ հարաբերությունները լինեն կայուն, որը հիմնված լինի ոչ միայն խաղաղության, այլև փոխշահավետ գործակցության վրա։ Բարեկամներ, կարծում եմ վստահ եք, որ աշխարհը գտնվում է խորքային վերափոխումների փուլում, մեր աչքի առաջ է այդ ամենը տեղի ունենում։ Գլոբալ տնտեսությունը, առևտրային ուղիները, էներգետիկ, տրանսպորտային ենթակառուցվածքները, նոր իրողությունները այդ ամենը փոփոխվում են։ Այդ պայմաններում փակ սահմանները, մեկուսացումը և տասնամյակներով պահպանվող հակամարտությունների տրամաբանությունը գնալով ավելի անհամատեղելի է դառնում ժամանակակից զարգացող պահանջների հետ։ Փակ սահմաններից ոչ մի երկիր, համենայն դեպս վերջին տասնամյակներում կամ գուցե հարյուրամյակի ընթացքում ոչ մի պետություն չի շահել, հատկապես եթե չունի կայուն դաշնակից, և ինչպիսին օրինակ Հայաստանն է մեր պարագայում, երբ որ հիմնական դաշնակիցը, չեմ ուզում ասեմ դավաճանել է, բայց չի արդարացրել իրեն, շարունակել մնալ փակ սահմաններով և երկար տարիներ ստիպված լինել շրջափակման պայմաններում ապրել, կարծում եմ ոչ մի լավ տեղ չի կարող հանգեցնել։ Հասարակ օրինակ եկեք բերենք, օրինակ տեսեք, երբ մենք մի ճանապարհի հույսին ենք և մեկ շուկայից ենք կախված, տեսեք թե ինչեր են լինում։ Այդ ճանապարհը և այդ շուկան փաստացի օգտագործում են մեր դեմ իբրև զենք։ Իդեպ, գիտեք հիմա այս որոշ ապրանքների արգելափակման հետ կապված Ռուսաստանի տեղեկություններ ունենք, որ Ռուսաստանի առևտրային պատերազմին ընդառաջ ըստ Պոլիտիկոյի հրապարակման Եվրոպայի հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամերի ընթացքում շատ կարևոր հեռախոսազրույց են ունենալու և քննարկելու են Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական սահմանափակումների պայմաններում Եվրոմիության աջակցությունը Հայաստանին։ Ըստ տեղեկությունների, որոնք արդեն հրապարակված են, Եվրոմիությունը պատրաստվում է Երևանին տրամադրել ֆինանսական աջակցություն և Հայաստանի համար սահմանել արտոնյալ առևտրային պայմաններ։ Խոսքը վերաբերում է ինքնավար առևտրային միջոցառումներին, որոնց շրջանակներում որոշ հայկական ապրանքներ, ամենայն հավանականությամբ նրանք, որոնք հիմա Ռուսաստանում արգելվեցին, կկարողանան մուտք գործել եվրոպական շուկա առանց մաքսատուրքերի և առանց քվոտաների։ Եվրոմիությունը սովորաբար այս գործընթացը կիրառում է այն դեպքերում, երբ անհրաժեշտ է աջակցել գործընկեր երկրին ճգնաժամի իրավիճակում տնտեսությունը կայունացնելու համար և եվրոպական շուկայի հետ ինտեգրումը ավելի խորացնելու նպատակով։ Դե այստեղ կարծում երևում է ովքեր են ընկերներ, ովքեր ոչ այդքան։ Հայաստանի համար խաղաղության համաձայնագիրը և դրա շրջանակներում տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացումը կարող է դառնալ իրոք պատմական հնարավորություն։ Տասնամյակների ընթացքում երկիրը փաստացի զրկված է եղել իր աշխարհագրական դիրքի լիարժեք օգտագործման հնարավորությունից, մինչդեռ Հայաստանը գտնվում է կարևոր խաչմերուկում,
որը կարող է կապել հյուսիսը, հարավը, արևելքն ու արևմուտքը։ Իդեպ, ընկերներ, այստեղ եւս կարևոր բան կա։ Դա ախր Հայաստանի առաքելությունն է եղել հազարամյակներով, ինչի ենք մենք հիմա այդքան վախենում ես խաչմերուկ բառից, ախր հազարամյակներով Հայաստանը եղել է խաչմերուկ հյուսիսի, հարավի, մետաքսի ճանապարհի, չգիտեմ ինչի համար։ Մեր դասագրքերում մենք բոլորս անցել ենք, որ Հայաստանը քաղաքակրթությունների խաչմերուկում է բան, ինչի ենք մենք հիմա խորշում այդ բառից, ես չեմ հասկանում։ Եթե տարածաշրջանում հաստատվի կայուն խաղաղություն, բաց հաղորդակցության ուղիներ, Հայաստանը իրոք կարող է վերածվել ոչ թե փակուղու, տուպիկի, այլ տարանցիկ եւ տնտեսական մեգակենտրոնի։ Տնտեսական տեսանկյունից հաղորդակցությունների բացումը կնպաստի ներդրումների աճին, իհարկե, նոր աշխատատեղերի ստեղծման, արտահանման հնարավորությունների։ Բիզնեսը միշտ նախընտրում է կայուն, կանխատեսելի միջավայր, իսկ խաղաղությունը հենց այդպիսի միջավայրի գլխավոր նախապայմանն է։ Բացի այդ, նոր ճանապարհների, երթուղիների, լոգիստիկ ուղիների գործարկումը կարող է նվազեցնել բեռնափոխադրումների ծախսերը եւ բարձրացնել Հայաստանի մրցունակությունը տարածաշրջանում, նաեւ աշխարհում։ Ավելորդ է անգամ նշել, որ քաղաքական առումով եւս խաղաղությունը գործընթաց է, որը աննախադեպ նշանակություն ունի ոչ միայն աշխարհի համար, այլ առաջին հերթին հենց մեզ համար։ Խաղաղությունից հետո եւ այս բարդ իրավիճակում անկախության բառի գիտակցումից հետո պետք է ասենք, որ Հայաստանը զգալիորեն կախված է եղել Ռուսաստանից, մեր 91 թվականից հետո, անվտանգության, էներգետիկայի, տնտեսական մի շարք ոլորտներով, ամեն ինչով։ Սակայն վերջին տարիների զարգացումները ցույց են տալիս, որ ժամանակակից աշխարհում մեկ կենտրոնից կախվածությունը պարունակում է շատ լուրջ ռիսկեր։ Մենք քիչ առաջ ասացինք, որ այդ ամենը դառնում է զենք, կամա թե ակամա։ Հայաստանի ազգային շահերից է բխում ունենալ բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, զարգացնել հարաբերությունները տարբեր գործընկերների հետ եւ ընդլայնել սեփական ընտրության հնարավորությունը։ Բարդ կա դիվերսիֆիկացում։ Մենք հիմա այդ process-ի մեջ ենք, տարբեր շուկաներ եւ տարբեր ճանապարհներ պետք է ունենանք, որ ընտրություններից 10 օր առաջ ոչ մի երկիր չասի, վայ կոնյակը վատն է, բիբարների կորիզները մեծ են, իսկ ծաղիկներից վատ հոտ է գալիս, մոտավորապես այդ տրամաբանությամբ, ու այդ շրջադարձը իրականացնելու է ով, այդ շրջադարձը իրականացնելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ընդամենը մի քանի օրից։ Այս համատեքստում տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացումը եւ խաղաղության հաստատումը կարող է նպաստել Հայաստանի արտաքին քաղաքական, տնտեսական հնարավորությունների մանևրելու ունակությանը։ Խոսքը որևէ երկրի հետ հարաբերությունները խզելու մասին չէ, Աստված հեռու պահի, մենք բոլորի հետ պետք է լինենք լավ, այլ ավելի հավասարակշռված եւ ինքնուրույն դիրքավորման մասին է խոսքը, որքան շատ լինեն տնտեսական եւ քաղաքական կապերը տարբեր ուղղություններով, այդքան ավելի կայուն եւ պաշտպանված կլինի Հայաստանի Հանրապետությունը, մեր պետականությունը։ Իհարկե, խաղաղության գործընթացը չի կարող հաջողվել միայն հայտարարություններով, կարծում եմ բոլորս հասկանում ենք դա։ Այն պահանջում է փոխադարձ վստահության ձևավորում, անվտանգային երաշխիքներ եւ հասարակությունների պատրաստակամություն անցնելու հակամարտության տրամաբանությունից դեպի համագործակցության տրամաբանություն։ Եվ այդ ամենը ըստ էության սկսվում է շփումներից, առևտրից եւ ոչ միայն։ Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ երկարաժամկետ զարգացումը հնարավոր է միայն այն տարածաշրջանում, որտեղ գերակշռում են բաց սահմանները, տնտեսական ամուր կապերը եւ փոխշահավետ համագործակցությունները։ Եվ վերադառնալով թրիփի շուրջ փոխշահավետ այս գործառույթները եւ հնչող գնահատականները վկայում են, որ միջազգային դերակատարները խաղաղության գործընթացը դիտարկում են ոչ միայն որպես հակամարտության ավարտ, այլ նաեւ որպես տարածաշրջանի տնտեսական վերափոխման լուրջ հնարավորություն։ Հայաստանի համար սա կարող է դառնալ տասնամյակների շրջափակումից դուրս գալու, նոր զարգացման ուղի ընտրելու եւ միջազգային տնտեսական ու քաղաքական համակարգում ավելի ակտիվ դեր ստանձնելու պատմական հնարավորություն։ Եվ սա չափազանցություն չէ։ Փոփոխվող աշխարհում մեկուսացումը չի կարող լինել զարգացման ռազմավարություն։ Բաց սահմանները, բազմակողմ համագործակցությունը եւ խաղաղությունը Հայաստանի համար ոչ միայն ցանկալի նպատակներ են, այլև անհրաժեշտ պայմաններ, անվտանգ,
ինքնիշխան եւ բարեկեցիկ ապագա կառուցելու համար։ Մտածեք այդ ուղղությամբ։